Ողջույն, բարի գալուստ Արևի խոհանոց, եկեք այսօր միասին պատրաստենք գարնանային չտեսնված համեղ խմորեղեն կարակում, որը ստացվում է շատ արագ և առանց կրեմի։ Նման խմորեղենից ոչ ոք չի հրաժարվի, ընդամենը 1 կտորը բավական չի անի ձեզ։ Իսկ եթե նոր ես, չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնես ոչ մի համեղ տեսանյութ, հավանելու դեպքում կիսվիր ընկերներիդ հետ և թող մեկնաբանություն, քանի որ քո կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Բոլոր բաղադրիչները արդեն պատրաստ են, սկսում ենք պատրաստել խմորը։ Առաջին հերթին ձուն կոտրում ենք և դեղնուցը առանձնացնում ենք սպիտակուցից, մեզ հարկավոր է 8 ձու։ Պատրաստում եմ 2 չափաբաժին, եթե քիչ եք պատրաստելու, կարող եք բաղադրիչները կիսել։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացնելուց հետո սպիտակուցը մի կողմ ենք դնում, դեղնուցի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքար և 270 գրամ շաքարավազ։ Այս ամենը լավ հարում ենք։ Երբ շաքարավազը կիսով չափ հալվում է, ավելացնում ենք 500 գրամ կարակ կամ մարգարին։ Ինչպես ասացի, ես պատրաստում եմ մեծ սկուտեղի համար 2 չափաբաժին, եթե փոքր տապակով եք պատրաստելու, կարող եք չափաբաժինները կիսել և կես չափաբաժին պատրաստել։ Ավելացնում ենք 1,5 թեյի գդալ սոդա և 2 ճաշի գդալ գինու քացախ։ Այս ամենը կրկին հարում ենք։ Բոլոր բաղադրիչները իրար վրա լցնելուց մի լավ խառնելուց հետո արդեն ավելացնում ենք ալյուրը։ Պետք է ավելացնենք այնքան ալյուր, որ ստանանք ձեռքերին չկպնող փափուկ խմոր։ Սեղանի վրա մի փոքր ալյուր ենք շաղ տալիս և խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Խմորը արդեն պատրաստ է, թանկագինները ստացանք շատ փափուկ և լավ խմոր, տեսեք ձեռքերը մաքուր դուրս է գալիս խմորի միջից։ Այժմ խմորը կբաժանենք 3 մասի։ Մի փոքր էլ կարող ենք ալյուր ավելացնել, բայց ես չեմ ցանկանում, քանի որ ուզում եմ, որ խմորը փափուկ լինի, որ լավ բարձրանա։ Մի գունդը մեծ ենք անում, մոտավոր աչքաչափով բաժանում ենք, մեկը մեծ արեք մի փոքր, մնացածը արդեն ինչպես որ կնախընտրեք։
2 գունդը սպիտակ ենք թողում, 1 գնդին կավելացնենք 2 ճաշի գթալ կակաո։ Դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկում ենք սառցախցիկ կես ժամով, որպեսզի սառի հետագայում աշխատելու համար հարմար լինի։ Սպիտակները մի կողմ ենք դնում և բացում ենք մյուս գունդը։ Մեջտեղում լցնում ենք 2 ճաշի գթալ կակաո և լավ հունցում ենք։ Տրորում ենք, որպեսզի կակաոն ամբողջական լուծվի։ Շոկոլադե գունդը ևս պատրաստ է։ Գնդերը ուղարկում ենք սառցախցիկ կես ժամով, որպեսզի սառի, այդ ընթացքում պատրաստում ենք բեզեն։ Այժմ պատրաստենք բեզեն։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք 8 ձվի սպիտակուցը։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ վանիլային շաքար, մի պտխուն ծաղ։ Այս ամենը լավ հարում ենք, որպեսզի սպիտակուցը լավ փրփրի։ Հենց կտեսնենք, որ արդեն փրփրում է, քիչ-քիչ կավելացնենք 270 գրամ շաքարավազը։ Մեր հրաշք բեզեն արդեն պատրաստ է, սկսենք հավաքենք խմորեղենը։ Վերցնում ենք ջեռոցի տապակը, մեջը յուղաթուղթ ենք փռում, ինձ մոտ ջեռոցի տապակի չափը 30-40-ի վրա է։ Սառցախցիկից հանում ենք ամենամեծ գունդը, բաժանում ենք 2 մասի և սկսում ենք արդեն քերիչով անցկացնել։ Կարող եք նաև առաջի շերտը քերիչով չանցկացնել, ձեռքով գեղեցիկ բացել տապակով մեկ։ Այս տարբերակով խմորը համաչափ է բաժանվում։ Առաջի շերտը լցնելուց հետո վրան լցնում ենք ջեմ, կոնֆիտյուր, ինչ որ նախընտրում ենք, ինչ որ ունենք ձեռքի տակ։ Ես ինքս վերցրել եմ ծիրանի կոնֆիտյուր, շատ եմ սիրում, երբ որ պատրաստում եմ ծիրանի կոնֆիտյուրով։ Վերցրեք ինչ ունեք նկուղում, ինչով որ կարող եք պատրաստել։ Մոտ 350 գրամ։ Լցնելուց հետո տարածում ենք։ Ջեմը քսել հարթեցնելուց հետո արդեն երկրորդ շերտն ենք քերիչով անցկացնում, շոկոլադե շերտը։ Շոկոլադե շերտը քերիչով անցկացնելուց հետո վրան լցնում ենք արդեն բեզեն։
Բեզեն լցնելուց հետո զգուշությամբ հարթեցնում ենք։ Բեզեն հարթեցնելուց հետո արդեն թերիչով անցկացնում ենք վերջին սպիտակ շերտը։ Մեր հրաշքարակումը արդեն պատրաստ է։ Ուղարկում ենք նախոր օգտագործած ջեռոցը, թխելու ենք 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ահա մեր համեղության վերջնական տեսքը արդեն պատրաստ է, թանկագիններս, հոյակապ է ստացվել, բույրը տարածվել է ողջ խոհանոցում։ Այժմ կանջատենք ջեռոցը և կթողնենք, որ լավ սառի, սառելուց հետո կկտրենք և կմատուցենք։ Մեր համեղությունը արդեն պատրաստ է, ամբողջական սառել է, այժմ կտրենք և մատուցենք։ Ահա թանկագիններս, մեր համեղության վերջնական տեսքը, հոյակապ է ստացվել, խոսքերն ավելորդ են, ստացվում է շատ արագ և շատ համեղ, առանց կրեմի, գարնանային շատ համեղ խմորեղեն։ Հուսով եմ ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, դուք էլ կպատրաստեք, պատրաստեք և վայելեք։ Հավանելու դեպքում չմոռանաք կիսվել ընկերների հետ։ Այսօր էլ այսքանը, մաղթում եմ բոլորիս հաճելի և ուրախ օր։